Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեզ մատուցում ենք մենք Հին Կտակարանից, Առակների գրքից ենք ուսումնասիրելու 10-րդ գլուխը 19-ից 20 համարները։ Ինչպես միշտ, բոլորին մենք քաջալերում ենք, երբ որ այս պատգամը ստանում եք, մեր պատգամները, ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ Աստծո խոսքը սփռեք համայն աշխարհով մեկ։ Ու իհարկե ամենակարևորը մեր նպատակն է, որ Աստծո խոսքը սփռվի հայ ժողովրդի եւ տարբեր ազգերի մեջ։ Հետևաբար այս առաքելությունը աշխատում է ներկայումս երկու լեզվով սերտողություններ կատարել անգլերեն եւ հայերեն լեզվով, հետագայում կավելանան տարբեր լեզուներ եւ միջոցով մենք հնարավորություն կունենանք Աստծո խոսքը մատակարարել բոլոր ազգերին։ Ներկայումս մենք շարունակում ենք մեր ուսումնասիրությունները Առակների գրքից, որովհետև մենք դե իհարկե եթե հետևում եք եւ գիտեք մեր մոտեցումը, մենք Աստծո խոսքը թեմատիկ կերպով չենք սովորեցնում, մի տող չենք կարդում Աստծո խոսքից ու մի ամբողջ պատմություն ձևակերպում, այլ մեր մոտեցումը սիստեմատիկ, բացատրական, գիրք առ գիրք, գլուխ առ գլուխ, համար առ համար, տող առ տող մենք այդպես ենք սովորեցնում։ Ինչու, որովհետև Աստծո խոսքը անկարելի է թեմատիկ միջոցներով սովորեցնել, այսինքն ես բերեմ իմ թեզը եւ իմ թեզը ապացուցեմ Աստծո խոսքով։ Այդի արդեն կոչվում է շահարկել Աստծո խոսքը։ Հակառակ դեպքում, որ այս միջոցը, որ մենք ենք օգտագործում, իհարկե նոր միջոց չի, Աստծո խոսքն էլ միշտ էլ ճիշտ ձևը եղել է այս միջոցով սովորեցնել հերթականորեն, տող առ տող, եթե գիրք ես ուսումնասիրում, ամբողջությամբ ես ուսումնասիրում, սկզբից մինչև վերջ։ Առակների գիրքը մեր համար հատուկ նշանակություն ունի, որովհետև Առակների գիրքը, ինչպես Աստված է մեզ խրախուսում, իմաստություն ձեռք բերենք եւ դրա համար էլ Առակների գիրքը մեզ այդ իմաստությունն է տալի։ Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է, որ ճիշտ միջոցներով մենք մեր հոգևոր կյանքը ապրենք եւ նույնիսկ մեր շփումը մարդկանց եւ մեր բոլոր հարաբերությունների մեջ։ Ուրեմն այսպես, վերնագիրն է մեղավորը խոզի պես միշտ ցեխին է վերադառնում։ Իսկ ինչու։ Մեղավոր անձնավորությունը միայն մի բանի համար է ընդունակ, դա էլ մեզի մեղք գործելն է։ Տարբերությունը ապաշխարած վերստին ծնված մարդու եւ անհավատի միջև սրտի ցանկությունն է։ Ինչ է սրտի ցանկությունը։ Եթե Աստծունն ես, ուրեմն իղձերդ կլինեն Տիրոջ կամքին համաձայն եւ ոչ թե վայրակության, գողության եւ այլն։ Ուրեմն այսօրվա սերտողությունը կենտրոնացումը մարդու սիրտն է, ցանկությունն է եւ քիչ հետո կտեսնենք, թե 19 եւ 20 համարում Աստծո խոսքը մեզ ինչ է սովորեցնում։ Մինչև դա անելը եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի մեծ սուրբ անունով, շնորհակալություն ենք հայտնում այս հնարավորության համար, այս միջոցի համար, սերտողության այս ծրագրի եւ առաքելության համար։ Աղոթում եմ յուրաքանչյուրիս աշակերտես մեզ քո խոսքերով, Տեր Աստված, եւ աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես այսօրվա սերտողությունը Սուրբ Հոգով մեզ դասավանդես, որպեսզի մենք հասկանանք քո խոսքերը եւ կիրառենք մեր կյանքներում։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։ Ուրեմն եկեք 19 համարը կարդան, գրած է. կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։ Երկու շատ տարբեր օրինակ է տալի, հակառակ օրինակները։ Մեկը, ասենք, նորմալ պարագայում հավատացյալ, արդարացած, վերստին ծնունդ ունեցած մարդը, որ Հիսուս ունի իր մեջ, եւ հակառակ դեպքում այն անձնավորությունը, որ մեղքի մեջ է, միշտ կդրթի եւ կձգտի
դեպի մեղքը։ Այս կարելի է ասել, որ այս համարի կարճ բացատրությունը, ինչպես ասացինք, ձգտումի եւ բնազդի մասին է։ Բարին, որը ասենք ճիշտ բառապաշարով հավատացյալը, ապաշխարած, ինչպես նոր ասացինք, քրիստոնյան, նա ձգտում է բարի բաներին, աստվածավայել բաներին։ Սակայն սա այդպես չի մեղավորի համար։ Ինչու՞։ Որտեղ նա, ով թաթախված է մեղքի մեջ, ձգտում է եւ ցանկանում է մեղքը։ Նա կարծրացած է, դառնացած եւ նա միմիայն մեղք գործել է փնտրում եւ ոչ Աստծո խոսքը, ոչ եկեղեցին, ոչ ծառայություն, ոչ էլ որևիցե բան Աստծո հետ կապված։ Նա գարշում է այդպիսի բաներից, զզվում է եւ եթե նկատել եք, այսպիսի մարդիկ նույնիսկ Աստծո խոսքը ավետարանը տանել չեն կարող։ Այդպիսի մարդիկ էլ կան։ Եվ եթե մենք ավետարանության գործի մեջ են գտնվում, նորից եմ ասում, անկախ թե եկեղեցին, այստեղ եկեղեցի չեն քարոզում տարբեր ճյուղեր քրիստոնեության եւ այլն, զուտ եւ մաքուր եւ անառատ ավետարանն է եւ Աստծո խոսքն է, պարզապես կարդում ենք, պարզապես բացատրում ենք եւ պարզապես խոսքն ենք Տիրոջ մատուցում։ Եվ նա, ով հավատում է այսինչ կամ այնինչ ճյուղին, պարզապես դա կարևոր չի։ Խոսքը նրա մասին է, որ եթե կան այնպիսի մարդիկ, որ ավետարանության աշխատանքի եւ ընթացքում, երբ որ Աստծո խոսքն ես մեջ բերում, Աստծո խոսքն ես մեջտեղ բերում, կամ խոսակցության մեջ բարեկամների, հարազատների մեջ վրաց թեման փոխում են։ Հանկարծ խոսք եղավ մեղքի, մեղքերի թողության, ապաշխարության, փրկության, Աստծո մասին, արդարանալու, արդարացած լինելու, ինչպես Հռոմեացիներից 10-րդ գլուխ 9-ից 10-11 համարները մեզ սովորեցնում են, նրանց անմիջական ոնց որ ռեակցիան միշտ բացասական է եւ նրանք գարշելով գարշում են ու զզվում են Աստծո խոսքից։ Դրա համար մենք հասկանում ենք, որ այսպիսի մարդիկ այս օրինակով 19 համարի մեջ ասում է, որ անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։ Այսինքն պատկերացրեք իրանց մեղքի մեջ, ոնց որ ճայիճի մեջ լինեն, իրանց առաջարկես, պարան գցես, ձեռք մեկնես, որ կարողանաս օգնես իրանց ճայիճից, այդ ցեխից հանես, այդ անձնավորությունն ասի ինձ մի մոտեցիր, ես ցանկություն չունեմ մեղքիցս եւ կեղտից ես դուրս գամ։ Այդպիսի զզվելի եւ գարշելի բան է մեղքը, եւ մարդը չի կարողանում հեռանալ դրանից։ Մեջն է եւ մինչեւ Սուրբ Հոգին մարդու վրա չաշխատի, չբերի նրան այն հասկացողության, դժվար է, որ յուրաքանչյուր մարդ իր ազատ կամքով ինքը որոշի Աստծուն ընդունել, որովհետև մարդու բնավորությունը հակառակ է Աստծո սրբությունից։ Ու քանի որ մենք մեղավոր ենք, դրա համար Աստված մեզ տվեց Սուրբ Հոգին, եւ այս աշխարհում է Սուրբ Հոգին աշխատում, մարդկանց սրտերի վրա է աշխատում, ապաշխարության է բերում, հասկացողության եւ գիտակցությամբ մեղքի, բայց այդ գործողությունը կատարվում է հիմնականում, այսինքն մեր միջոցով, հավատացյալների միջոցով։ Մենք երբ որ ապաշխարում ենք, փրկվում ենք, ստանում ենք մենք Սուրբ Հոգին։ Դա կնիքն է փրկված մարդու եւ հավատացյալ քրիստոնյայի կնիքն է դա։ Երբ որ դու ապաշխարում ես, մկրտվում ես եւ ստանում ես Սուրբ Հոգին, այդ ապացույցն է, կնիքն է, որ դու պատկանում ես Աստծուն։ Արդեն կարող ես Աստծուն կոչել, ինչպես որ մեզ Պողոս առաքյալն է սովորեցնում նամակ Հռոմեացիներին, Աբա Հայր։ Եվ Տիրոջ ընտանիքին ենք մենք վերամիավորվում, որովհետև ինչ որ կատարվեց Էդեմի պարտեզում, այդ պտուղը, որ կերան նրանք բարի եւ չարի գիտակցության կամ գիտության ծառից, նրանք այդ օրվանից սեպխ առաջացավ մեր եւ Աստծու միջև։ Մենք դարձանք մեղավոր
եւ Աստված լինելով սուրբ, մեր այդ հաղորդության որևիցե հնարավորություն չկա, քանի որ Աստված մեզ է սովորեցնում, որ ինչ տեղ ունի լույսը խավարի հետ, բայց Քրիստոսով այդ ճեղքը, այդ անդունդը փակվեց, այդ կամուրջը ստեղծվեց, որ նա ով հավատա Հիսուսին կփրկվի, ու այդ միջոցով ապաշխարության վերստին ծնունդ, որ Հիսուս մեզ ասում է մենք ունենում ենք, այդ վերստին ծնունդը նոր մարդ լինելն է, ինչպես որ Պողոս առաքյալն է մեզ սովորեցնում։ Հետևաբար այստեղ մենք տեսնում ենք անապաշխարած մարդը չարությունից հեռանալը զզվելի է համարում։ Անցնենք մյուս համարին։ 20-րդ համարը գրած է իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։ Պարզ է երևի բոլորիս համար։ Գիտեք, Աստծո խոսքը պարզ իմաստություն է փոխանցում, ասում է ում հետ շփվես, նրա նման կլինես, քանի որ խելացին նա իր մակարդակի մարդու հետ է շփվում, եւ ով կցանկանա մտնի հանցագործների շրջապատի մեջ, մտածելով, որ ոչ մի փորձանքի նա չի հանդիպի։ Սխալ է, չէ՞, այդպես մտածել, այսինքն պարզաբան է, եթե դու միանում ես մի խմբին կամ մի շրջապատին, որը հանցագործության ու չարիք գործող, մեղք գործող խմբակ է կամ շրջապատ է, պարզա, որ այդ շրջապատի մեջ լինելով բավականին մեծ խնդիր եւ փորձանք ես բերելու։ Իսկ այս դեպքում, երբ որ իմաստուն մարդկանց հետ է շփվում, արդեն ինքնաբերաբար մակարդակը բարձրանում է, որովհետև իմաստուն մարդկանց հետ շփվելով նրանց իմաստությունն էլ փոխանցվում է քեզ, քանի որ խոսակցությունը, շփումը, վարքերը ամեն ինչը ցույց է տալի գրագետ, կիրթ, քաղաքակիրթ մարդ։ Բայց այս դեպքում նաև ձեզ ասեմ, որ այդ իմաստունը, եթե մենք մի քիչ ավելի ընդլայնենք, միմիայն աշխարհիկ իմաստության մասին չի խոսում, քանի որ Աստծո խոսքն է Աստվածաշունչը, այդ իմաստությունը Աստծո իմաստությունն է, հոգու պարգև իմաստություն, երկնային իմաստություն, եւ քանի որ հիմնականում հեղինակը Առակների գրքի Սողոմոն թագավորն է, եւ նա էլ Աստծուց խնդրեց իմաստություն, Աստված տվեց իրան գերագույն իմաստություն, երկնային իմաստություն, Աստծո տված իմաստությունը Աստվածաշունչի մեջ է, եւ երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, Աստվածաշունչը, զարգանում է եւ զորանում է մեր մեջ Տիրոջ խոսքերը, աշակերտվում ենք Աստծո խոսքերով եւ ձեռք ենք բերում իմաստություն։ Ուրեմն, եթե մենք ասենք, որ այս մարդիկ իմաստունների հետ հավատացյալ, ճշմարիտ, Տիրոջը նվիրյալ զավակների հետ ընկերակցություն ունենալ, հաղորդություն ունենալ, իմաստուն նաև կդառնան, այսինքն ասեմ ձեզ, որ Տիրոջ զավակների հետ շփվելով Աստծո ճանապարհի վրա կգտնվես, իսկ եթե գնաս հանցագործների եւ մեղավորների հետ շփվես, մեղավորների պես եւ մեղք գործող անձնավորության պես, դու էլ նույնպես նրանց նման իրենց կյանքի մեջ թաթախված կլինես։ Հետևաբար ինչ ենք մենք առաջարկում, այսինքն այս գրություններից, այս երկու համարներից։ Առաջինը մեղքի էության մասին է, որ ինչքան զզվելի եւ գարշելի է մեղքը, եւ նա ով մեղքի մեջ է, ցանկանում է մնալ դրա մեջ։ Նրանք, ովքեր որ թմրամոլ են կամ ղումարով են զբաղվում կամ չգիտեմ ինչով, բավականին հարբեցողությամբ, նրանք այդ իրավիճակից չեն կարողանում հեռանալ, որտեվ արդեն մեղքը իր ճանգերը գցել է իր վրա, այդ մոլությունը, այդ խնդիրները, եւ նա չի կարողանում ազատվի։ Բայց Աստծո ոչ մի բան անհնարին չի։ Հաջորդ դեպքում, հաջորդ համարի մեջ հասկանում ենք, որ հարկավոր է իմաստուն մարդկանց հետ շփվել, խոսքը իհարկե աշխարհիկ իմաստության մասին չի, հոգևոր իմաստության մասին է, հետևաբար եկեղեցու մեջ լինես, եկեղեցու ժողովրդի հետ
շփվես, եկեղեցին, այսինքն պատերի մասին չենք խոսում, կենդանի եկեղեցու մասին ենք խոսում, Հիսուսի մարմնի մասին ենք խոսում ենք հավատացյալների մասին։ Նախ առաջի հերթին միանալու համար հարկավոր է, որ դու էլ ինքդ հասկանաս, որ մեղավոր ես, ապաշխարես, վերստին ծնունդ ունենաս, արդարացած լինես Հիսուս Քրիստոսով, նոր կարող ես մտնել եւ դու էլ լինելով լույսը, քանի որ արդեն նոր մարդն ես, կշփվես մյուս հավատացյալների հետ, ովքեր որ խավարի մեջ չեն պարզապես եւ նրանք են լույսը համարվում։ Սա է կարևոր։ Եվ գիտեք, ընդհանրապես գրված է Առակների 27-րդ գլխում 17 համարում, երկաթը երկաթին է սրում։ Ուրեմն, եթե տիրոջն ես, մի փնտրիր չար մարդկանց կամ անհավատների հետ ընկերակցություն կամ սերտ հարաբերություն նաև ունենալ, եղիր տիրոջը նվիրված, հավատա, ապաշխարի ու զգուշացիր, թե ում հետ ես շփվում։ Այսօր այսքանը, Աստված ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։